Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Աղեղնավորներից մեկին գրել էր առաջին մի քանի կարտը լավն էր, հետո շատ կարտեր հանեցիք, ես բան չհասկացա։ Ես կփորձեմ հարգելիս ավելի քիչ կարտեր հանել։ Կփորձեմ։ Ընդհանուր տրամադրությունը ինձ համար էլ հեշտ կլինի, դուք էլ չեք խճճվի։ Անձնական հարցեր միայնակների զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Եվ շատ կարտեր եմ հանում ավելի խճճում, մանրամասնում, դա կարող է ավելի կոնկրետ մարդկանց վերաբերել։ Եթե առաջին մի քանի կարտը ձեզ վերաբերում էր, պարզապես կարող եք դրա վրա էլ կանգ առնել։ Ես ասում եմ, չէ, ինչպես ձեզ վերաբերում է։ Հարգելիներս, պետք է հիշեք, ես այստեղ անհատական ոչ մեկի համար չեմ նայում։ Ես չգիտեմ ում համար եմ նայում, ում էներգիան ուժեղը ինձ հասնում է, դրան կարող է շատ վերաբերել, ձեզ կարող է ավելի քիչ վերաբերել։ Բայց ամեն դեպքում քիչ կարտեր կանեմ, որպեսզի չշփոթվեք։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ օձ։ Ես այստեղ ստվերում տեսնում եմ իմաստուն մարդը, որը շատ հատուկ է։ Ես այստեղ էլ ստվերում տեսնում եմ իրականում 4 թրերի մարդը պարկած է։ Գիտեք, ես կարող եմ ասել որոշ դեպքերում, եթե ինչ-ինչ պատճառներով, ինչ որ, չգիտեմ, ինչ որ օգոստոսի ընթացքում ինչ որ եղել է ձեր կյանքում, բարդություններ, ես չեմ ասում վատ բաներ։ Ես կարտերով տեսնում եմ, որ միգուցե դուք պարզապես պետք է սեպտեմբերին հանգստանաք, ավելի շատ հանգստացեք։ Սա կարող է լինել առողջության վերաբերյալ, ես չեմ տեսնում առողջությունը վատանում է, հակառակը, ես կարտերով տեսնում եմ, որ դուք իրականում կարիք ունեք հանգստության։ Նրանց մասին է խոսքը, ովքեր շատ են աշխատում, շատ ինչ որ վերջերս միգուցե լարվածություն է եղել, ինչ-ինչ պատճառներով, թե անձնական հարցերով լինի, թե աշխատանքի, թե ֆինանսների հետ կապված։ Իսկ նրանք, ովքեր չեն ունեցել ոչ մի խնդիր, կարող է ձեր տանը կա ինչ-որ մեկը, որի առողջությամբ եք զբաղված, կարող է կա ինչ-որ իմաստուն մի կին, որի պարզապես որ հետ զրուցում եք, խորհրդակցում եք, կարող է դուք եք խելացի իմաստուն հասուն տարիքում այնպիսի մի կին եք, որ ձեզ մոտ ջահելները գալիս են ձեզնից օրինակ խորհուրդ են հարցնում, կարող է լինել ձեր աղջիկը, կարող է լինել ձեր բարեկամների աղջիկը։ Տեսնենք։ Ընդհանուր կանեն կարտերը ցույց կտան ինչի մասին է խոսքը։ Միայնակների համար տեսնում եմ թրերի թագավոր եւ տեսնում եմ գիրքը։ Ես այստեղ տեսնում եմ շատ տարօրինակ մարդ, որը իրականում կարող է շատ չոր ու կոպիտ լինել, կարող է հեշտությամբ հարաբերություններ սկսել, կարող է հեշտությամբ հարաբերությունները վերջացնել, շատ կտրուկ, շատ սառնասիր, շատ էգոիստ մարդ կարող է լինել։ Ինչու բան կարող է այս մարդու մասին պարզվել։ Ես չեմ կարող ասել տվյալ դեպքում աղեղնավորը տղամարդ թե կին է, ովքեր ինձ նայում են։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Տեսնենք ինչի մասին էր այստեղ խոսքը։ Ես այստեղ թագավորներ եմ տեսնում, հարգելիներս, տեսեք։ Այստեղ էլ էր թագավոր, եթե հիշում եք, թրերի թագավորն է այստեղ տեսնում, այստեղ էլ տեսնում եմ տարիքով մարդիկ, հասուն մարդիկ եմ տեսնում։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է տղամարդկանց, հարգելի տղամարդիկ, աղեղնավորներ, մի տեսակ տեսնում շատ կտրուկ եք, շատ այսպես միգուցե մի քիչ էգոիստաբար եք վերաբերվում ձեր անձնական հարաբերություններին։ Այսօր միայնակների համար եմ նայում, դրա համար կարող եմ ասել, եթե ձեր անձնական կյանքը չի ստացվում, միգուցե մի տեսակ շատ այսպես կտրուկ, շատ էգոիստաբար եք, որովհետև սա այս թագավորը իրականում աղեղնավորները չեն, աղեղնավորները կրակի նշան են։ Այսինքն սա ձեզ հատուկ չէ, բայց մի տեսակ ձեզ սխալ եք պահում անձնական հարաբերությունները։ Միգուցե դրա համար ձեր անձնական կյանքը չի ստացվում։ Ես չեմ կարող ասել, որ ոչինչ չի եղել ձեր կյանքում։ Ես տեսնում եմ, որ դուք ունեցել եք հարաբերություններ, շատ շփվող եք, բավականին շփվող եք, սիրում եք ուսումնասիրել անձին, ում հետ լինում եք, բավականին փորձում եք իրեն լավ ճանաչել։
Շատ խոստումներ տալիս եք, բայց իրականում շատ խոստումների մի մասը չեք կատարում, կարող եմ ասել, բայց սիրում եք հետաքրքիր գեղեցիկ ժամանակ անցկացնել։ Լինում են ժամանակներ, սիրում եք պարզապես տանը մենակ նստել եւ մտածել, ուղակի խորհել տարբեր հարցերի շուրջ։ Ես տեսնում եմ, որ դուք իրականում ուզում եք հարաբերություններ։ Պարզապես ձեր մոտեցումն է սխալ։ Ես աղջիկներ չեմ տեսնում, տեսնում եք, բացարձակ ոչ մի աղջիկ չեմ տեսնում։ Դրա համար ես տեսնում եմ, այստեղ ինչ որ տղամարդկանց համար է փաստորեն խոսքը։ Ինչ որ բան սխալ եք անում, դուք ուզում եք, ես տեսնում եմ, որ դուք ուզում եք, բայց մի տեսակ ձեր մոտեցումն է, այստեղ թրերով այստեղ մոտեցումը, հարգելներս, մի տեսակ սխալ է։ Վերանայեք ձեր հարաբերությունները, ձեր, չգիտեմ, վերաբերմունքը կանանց նկատմամբ, ինչու է այդպես։ Ես տղամարդկանց դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, իսկ կանանց համար, քանի որ կանանց համար ոչինչ չտեսա, եկեք փորձեմ տեսնենք ինչ որ բան կարող եմ տեսնել նաև միայնակ կանանց աղջիկների համար չնեղացնելու համար իրենց մի կարտ էստեղից, մի կարտ էլ էստեղից փորձեմ անել աղջիկների համար։ Երկու կարտ դուրս եկավ, լավ, թող երկուսն էլ մնա։ Հարգելի աղջիկներ, ես այստեղ տեսնում եմ միայնակ աղջիկ, որի կյանքում ինչ-որ բան եղել է, կամ ամուսնալուծված եք, աշտարակ եք քանդվել, աշտարակը կառուցել եք, քանդվել է եւ դուք մենակ եք այժմ մնացել, եւ առայժմ տեսնում եմ ամեն ինչ կախված է օդում, այսինքն ոչինչ չի շարժվում։ Դե գիտեք, եթե ինչ-որ մարդ վերջերս ինչ-որ մեկի կյանքում ինչ-որ բան վերջացել է, հարաբերություններ են վերջացել, բնականաբար ինչ-որ ժամանակ է պետք, մինչեւ մարդը կարողանա վերականգնվել, որպեսզի կարողանա նոր հարաբերություններ կառուցել։ Ես չեմ կարող ասել սեպտեմբերին այսպես վիճակը կմնա, այսպիսի վիճակում թե չէ, բայց ես տեսնում եմ, որ առայժմ ձեր կյանքում ոչինչ տեղի չի ունենում։ Իսկ մյուս կողմից կարտերի խորհուրդն է, գիտեք, միգուցե կարտերն են խորհուրդ տալիս միշտ ապեք։ Եթե ինչ որ մեկից հեռացել է, կարող է ճիշտ հոգեվիճակում չլինեք եւ սխալ ընտրություն կարող եք արել։ Սա ես ինձ չեմ ասում, հարգելիներս, ես կարտերով եմ տեսնում։ Տեսնում եք, ես շատ գեղեցիկ կարմիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, սա նշանակում է փոփոխություն, կարող եք միգուցե պետք է գնալ ճանապարհորդել, մի քիչ պետք է, եթե նոր են հատկապես հարաբերությունները վերջացել, ձեզ պետք է միգուցե հանգստանալ, ինչ որ ճանապարհ կարող եք գնալ, ես տեսնում եմ այստեղ ճանապարհի կեսին, տեսնում եմ այստեղ գերանդին կարտերը հուշում են փոփոխություն ժամանակի ընթացքում հնարավոր է, դրական փոփոխություն, կարմիր եք, տեսնում եք, պարզապես կտրուկ որոշումներ մի կայացրեք, կարտերն այստեղ են, պարզապես ասում եմ սպասեք, երկար մտածեք, նոր հարաբերությունների մեջ առայժմ մի մտեք, ինչ որ բան ժամանակի հետ կփոխվի, նոր մարդիկ կգան, տեսնում եք ձեր կյանք։ Ընկերուհիների հետ, աղջիկների մասին էր այստեղ խոսքը, միգուցե գնաք ճամփորդեք, կտրուկ որոշումներ մի կայացրեք սեպտեմբերի ընթացքում համենայն դեպս դա էր կարտերի խորհուրդը ձեզ հարգելիներս։ Մնացածը թողնում եմ ձեր ընտրությանը։ Ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ նավակը կանգնած է եւ տեսնում եմ արև։ Դե նավակը կանգնած է միգուցե որովհետև հարաբերություններն առաջ չեն շարժվում, միգուցե ինչ-որ ֆինանսական հարց կա, օրինակ ինչ-որ հարց կա, միգուցե չեմ կարող ասել, եթե ամուսնացած են ֆինանսական հարց կա, արևով տեսնում եմ միգուցե սեպտեմբերին կարողանաք հարցը լուծել, իսկ եթե երիտասարդ են դեռ ամուսնացած չեն, հարաբերությունները կանգնած են, որովհետև ֆինանսներ են պետք ամուսնանալու համար, արևով կարող եմ ասել, միգուցե ինչ-որ հարց լուծվի սեպտեմբերի ընթացքում, տեսնենք։ Արևը բավականին մեղմացնում է խնդիրները։ Գիտեք, այո, կարող եմ ասել, այստեղ տեսնում եմ էլի շատ անթեր տղամարդիկ եմ տեսնում, շատ կանայք չեմ տեսնում գրեթե։ Ես կարող եմ ասել, դե զույգերի մասին է խոսքը, այստեղ կարծես թե հոգսը հիմնականում տղամարդու վրա է։ Ես տեսնում եմ այստեղ ինչ որ լուսին է, տեսնում եմ ամպեր են կուտակված, տեսնում եմ մարդը շատ մտախոհ է, տեսնում եք, ես այստեղ էլ էի ասում, չէ, ասինքն ինչ որ կանգնած է, ինչ որ հարց չի լուծվում զույգերի հետ կապված։ Էլ եմ ասում, ճանապարհ եք ուզում գնալ, միգուցե ֆինանսներ են պետք, եթե ամուսնացած եք, ուզում եք ճանապարհ գնալ, եթե ինչ որ նպատակ ունեք, չեմ կարող ասել արևով, կարող եմ ասել շատ գեղեցիկ, լավ նպատակ ունեք, դրական, նոր տուն եք ուզում գնել, նոր մեքենա եք ուզում գնել, եթե ամուսնացած եք, ինչ որ հետաքրքիր գեղեցիկ լավ նպատակ ունեք, ես տեսնում ինչ որ մի տեսակ ֆինանսական հարց կա ավելի շուտ, որտեվ ես այստեղ կին տղամարդ չեմ տեսնում վեճեր խնդիրներ բոլորովին։ Եվ տեսնում եմ, այսինքն ոչ թե ֆինանսների խնդրեմ ունեք, այլ պարզապես ձեր մեծ նպատակին հասնելու համար ֆինանսները չեն բավարարում։
այդպես կարող եմ բացատրել հարգելիներս։ Ես այստեղ տեսնում եմ միգուցե ինչ-որ մեկը կա, որի հետ կարող եք խորհրդակցել եւ այդ մարդը կարող է ձեզ միգուցե ինչ-որ բանով օգնել։ Տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ տղամարդ։ Տղամարդը կգտնի տարբերակ, ում հետ կզրուցի, ում հետ կխորհրդակցի, ինչպես կկարողանա հարցը լուծել, բայց տղամարդը կզույգերից տղամարդը կկարողանա, սա էլ արև հարգելիներս։ Ես տեսնում եմ, որ ձեր հարցին լուծում կարող եք գտնել հարգելի զույգեր, ինչ հարցել որ լիներ։ Ես այստեղ իմաստուն կինել էի տեսնում եք, էլ էի ասում, ինչ-որ իմաստուն մարդ կար, միգուցե ծնողները ձեզ ինչ-որ հարցով կարողանան օգնել։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում ինչ-որ մանր-մունր խնդիրներ կան, բայց տեսնում եմ բավականին աշխուժ, այսինքն մարդը առաջ է շարժվում կարգով, կանգ չի առնում տեղում, այսինքն ինչ մանր-մունր խոչընդոտ է լինի, ձեզ չի կարող կանգնեցնել։ Եթե դուք աշխատում եք, աշխատանք կունենաք, մանր-մունր խնդիրները շատ էսպես շատ հեշտ էլ կանցնեք դրանց վրայով, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Իսկապես ոչ մի խնդիր չեմ տեսնում աշխատանքում, ճիշտն ասած, շատ մանր-մունր։ Դե ով որ աշխատում է, ինչ ոնց կարող է աշխատում եք ինչ որտեղ եւ մանր-մունր խնդիրներ չլինեն։ Ես այստեղ շատ կերպարներ եմ տեսնում, շատ տղամարդիկ, կանայք, կդժվարանամ ասել, կին տղամարդ նշանակություն չունի, ինչ որ հարց կա, ինչ որ խնդիր կա, ասենք ինչ որ համաձայնության պետք է գաք, ինչ որ պայմանագիր պետք է կնքեք, չգիտեմ, աշխատանքի հետ կապված միգուցե ինչ որ փոփոխություն կարող է լինել, փոփոխություն եմ տեսնում նաև այստեղ, որոշումներ պետք է կայացնեք, մի տեսակ ժամանակի հարց է, միգուցե ժամանակն է սուղեք, առ ժամկետում պետք է որոշում կայացնեք, միգուցե ամպերը կուտակված են մի քիչ անվստահ եք, ես տեսնում եմ այստեղ վերադաս եւ տեսնում եմ ծառով առաջ խաղացում, այսինքն եթե դուք ինքներդ չկարողանաք ինչ-որ փոփոխություն է, խնդիր է, մանր-մունր հարց է լուծել, ինչ-որ մեկ ունեք վերադաս, որը կարող է ձեզ օգնել, գործում ինքը վարպետ է եւ ձեր գործը առաջ կգնա։ Ես այստեղ էլ եմ տեսնում, բավականին աշխուժ կլինի աշխատանքի հետ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նրանք, ովքեր աշխատանք չունեին, եթե խնդիրը դա է, դուք աշխատանքի եք փնտրում մի փոքր դժվարություն ունեիք, ես տեսնում եմ, որ կկարողանաք աշխատանք գտնել, տեսնում եմ առաջ խաղացման կարտովել, կարգի կարտովել, աշխատանքի հետ կապված ճիշտ ասած հարգելիներս, մանր-մունր խնդիրներ էին, չկա այդպիսի հարց չկարողանաք հաղթահարել։ Չեմ տեսնում ֆինանսներում, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, նախ տեսնում եմ 8 պենտակլի եւ տեսնում եմ մի տեսակ կոնֆլիկտային կարտ։ Իսկ կարող եմ ասել, միգուցե բավականին գումար աշխատում եք, շատ էլ աշխատում եք, բավականին էլ վաստակում եք, եթե կոնֆլիկտը կարող եմ ասել, միգուցե տղամարդը մի քիչ շատ է ծախսում։ Տղամարդ եմ տեսնում, կին չեմ տեսնում, որ ասեմ կինն է ծախսում, հարգելիներս։ Միակ կոնֆլիկտը ֆինանսների հետ կարող է այդպես լինել, բայց ես տեսնում եմ մարդիկ լավ էլ աշխատում են, լավ էլ գումարներ են վաստակում։ Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում այստեղ կոնֆլիկտային կարտը ինչի հետ է կապված, այս ինչի հետ է կապված։ Գիտեք, կոնֆլիկտը կարող է լինել միգուցե ձեզ ավելի շատ գումարներ են պետք, կամ միգուցե փորձում եք ավելացնել ձեր ֆինանսները, նոր ինչ-որ տարբերակներ եք մտածել, այն չի ստացվել, մինչև հիմա, մինչև սեպտեմբեր չի ստացվել։ Այսինքն ուզում եք երկրորդ աշխատանք, ուզում եք, չգիտեմ, ինչ-որ ձևով ձեր ֆինանսներն ուզում եք ավելացնել, չնայած դուք արդեն շատ բավականին բարելաված վիճակում եք։ Ես տեսնում եմ մարդ, որը աշխատում է եւ մշտապես աշխատավարձ ստանում է կամ գումարներ վաստակում է, եթե ձեր գործն ունեք, շատ գեղեցիկ կարտ է, ծաղիկներ եմ տեսնում հարգելիներս։ Ես չգիտեմ այդ կոնֆլիկտը խնդիրը ինչ է եղել, բայց սեպտեմբերին այդ բոլոր հարցերը կլուծվեն։ Հաջողության կարտ եմ տեսնում, հանդիպում կարող է հանդիպեք, զրուցեք, նպատակներին հասնեք, ոչ մի խնդիր չեմ տեսնում հարգելիներս։ Շատ լավ ամիս եմ տեսնում ձեզ։ Եթե առողջությանն էր վերաբերում առաջի կարտը, հիշում եք օձը, այսինքն եթե կարիք ունեք անհանգստանալու, մարդը շատ աշխատում եք, հոգնում եք, գերհոգնած եք զգում ձեզ, պարզապես մի քիչ հանգստացեք, միգուցե մի քանի օր վերցնեք արձակուրդ, կարտերն էին հուշում։ Ձեզ լավ ամիս եմ ցանկանում հարգելի աղեղնավորներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում աջակցողներին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Ոյ։ Ներողություն։ Տեսնենք ինչ է սպասվում աջակցողներին սեպտեմբերի ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ ավելացնեմ ավելի մանրամասն տեսնելու համար։
Անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Հարգելի աջակցություններ, տեսնում եմ նամակ։ Միգուցե լուրի եք սպասում, կամ նորություն եք սպասում, կամ լուր եք սպասում, միգուցե վաղուց եք սպասում, միգուցե հեռվից եք սպասում, միգուցե երկուսն էլ միասին։ Մի տեսակ սպասողական վիճակ, ինչ որ մեկից, ինչ որ տեղից լուր եք սպասում։ Ես այստեղ ստվերում տեսնում եմ արև, ինչը նշանակում է լուր, լավ, ուրախ լուր։ Ես հուսով եմ, որ ինչ լուր ել որ սպասում եք սեպտեմբերի ընթացքում կստանաք հարգելիներս, ձեր լուրը կգա։ Եվ էլ եմ ասում, ստվերում տեսնում եմ արև, հուսով եմ ավելի դրական էլ լուր կարող եք ստանալ։ Ինչ եմ տեսնում միայնակների հետ։ Միայնակների համար տեսնում եմ այստեղ լիլիաները իմաստուն մարդու կարտ եմ տեսնում եմ այստեղ պենտակլի պաժը։ Ես տեսնում եմ բավականին շատ մտածում եք ձեր անձնական կյանքի մասին, ձեր հարաբերությունների մասին հարգելի աջակցություններ։ Տեսնում եմ, че փոքր հաջողություններ կան, ինչ որ նոր սկսում եք ինչ որ մեկի հետ շփվել, բայց առայժմ ես չեմ տեսնում։ Առայժմ դեռ մտածելու երևի ժամանակահատվածն է, երբ մարդուն փորձում եք ճանաչել։ Դեռ զույգ չեք։ Կարող է ինչ որ մեկի կյանքում ինչ որ մեկը արդեն նոր հայտնվել է։ Դեռ փորձում եք իրար ավելի լավ ճանաչել։ Դեռ որտեղ աջակցությունները վստահության խնդիր ունեն, իրենք այդպես արագ, որպես կանոն առաջին հայացքից չեն սիրահարվում, ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ։ Կարող եմ ասել հարգելի աջակցություններ, համենայնպես որոշ մարդկանց համար ես տեսնում եմ անձնական կյանքում կարող է փոփոխություն լինել։ Ես տեսնում եմ լուսին կասկածներ, բնականաբար աջակցությունները միշտ էլ անվստահ են, մարդկանց չեն վստահում, մարդկանց խոսքերին չեն վստահում, որտեղ փորձ ունեն, ինչ որ մեկի հետ հարաբերություններ չի ստացվել, աշտարակը քանդվել է, սրանք մարդիկ են, ովքեր խոսում են, բայց ոչինչ չեն անում, աջակցությունը դա չի սիրում բոլորովին, որտեղ մեծամասամբ բոլորը չեն կարող այդպեսին լինել իհարկե, բայց աջակցություններից ես ինչքանով որ գիտեմ, մեծամասամբ իրենց խոսքի տերն են, չեն խոսում ուղղակի խոսելու համար։ Ես լուր եմ տեսնում, փոփոխություն եմ տեսնում հարգերներս, որոշ մարդկանց կյանքում կարող է ինչ-որ բան փոխվել։ Միգուցե էլ եմ ասում, ինչ-որ մեկի հետ նոր ծանոթացել եք, կամաց մարդուն կարող եք վստահել եւ նույնիսկ հավանել իրեն եւ սկսել իր հետ ավելի մոտիկից շփվել, հնարավոր է, կամ պարզապես կարող է ձեզ լուր գալ ինչ-որ մեկից եւ ինչ-որ մեկը հավանում է ձեզ, դուք տեղյակ էլ չեք, սա վերաբերում է եւ կանանց եւ տղամարդկանց։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ աղվես եւ տեսնում եմ 8 ջահերի։ 8 ջահերի շատ ակտիվ կարտ է, արագության, ինչ որ բան սկսում է տեղից արագ շարժվել։ Աղվեսը կարող է կին լինել, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին կարող է այստեղ լինել խոսքը։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ աղվես, ես այստեղ տեսնում եմ նաև արջը, ես այստեղ կարող եմ ասել ծնողներ եմ տեսնում։ Երիտասարդ զույգեր չեմ տեսնում, միայն տարիքով մարդիկ եմ տեսնում։ Գիտեք, ես կարող եմ ասել այստեղ միգուցե ծնողները պարզապես արագացնում են երեխաներին ամուսնանալ, վերջապես զույգ են գեղեցիկ, միգուցե ուզում են արդեն գնալ մատանի դնել, լրջացնել հարաբերությունը, ես տեսնում եմ այստեղ ավելի շուտ այստեղ արագացնել եւ շտապեցնելը ծնողներից է գալիս, որտեղ էլ եմ ասում, երիտասարդ չեմ տեսնում։ Ոչ աղջիկ եմ տեսնում, ոչ տղա եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում տարիքով մարդիկ, սա մայրն է, արջը հայրն է, տեսակ անհանգիստ են, որովհետև միգուցե զույգը շփվում են, բայց կանգնած է, տեղից չի շարժվում, իսկ ծնողները շտապում են, միգուցե շտապում են, որովհետև թոռնիկներ են ուզում, չէ, շատ բնական է, շատ նորմալ է։ Երիտասարդները բերում է աղջկան երիտասարդը միգուցե տուն, ընտանիքը շատ հավանում է իրեն, տուն տեղ գալիս գնում է, բայց իրականում հարաբերությունները չեն լրջացել առայժմ։ Ես տեսնում եմ այստեղ մարդիկ շատ լավ ժամանակ են անցկացնում, ծնողները շատ էլ հավանում են, բայց ուզում են արդեն խոսքից գործի անցնել։ Ես կարող եմ ասել հարգերներս, այստեղ էլ եմ ասում, երիտասարդ չեմ տեսնում, ես տեսնում ծնողները շտապեցնում են երիտասարդներին, որպեսզի լրջացնեն իրենց հարաբերությունները։ Երեխա չեմ տեսնում, որ ասեմ թոռնիկ են ուզում, բայց ես տեսնում եմ, որ ծնողները շտապեցնում են երիտասարդներին, որպեսզի ավելի լրջացնեն իրենց հարաբերությունները։ Աստված դա այդպես է լինի հարգերներս։ Ոյ, ներողություն։ Աշխատանքում տեսնում եմ փոփոխություն եւ տեսնում եմ այստեղ թրերի տուզը։ Թրերի տուզը նշանակում է շատ կտրուկ իսկապես, կարող է ինչ-որ բան փոխվել։ Կարող է միգուցե դրսում աշխատանք գտնեք, օրինակ ձեզ հրավիրեն
երկրից դուրս, որ երկրում էլ որ ապրում եք, արտերկրյա աշխատանքի կարող են հրավիրել, կարող է պարզապես ձեր մոտ ինչ-որ միտք է առաջանում, ինչ-որ փոփոխություն եք ուզում աշխատանքի հետ կապված, տեսնենք։ Ամեն դեպքում ես կտրուկ փոփոխություն տեսնում եմ աշխատանքում եւ գործերում, հարգելի աջակցություններ։ Դե տզով կարող եմ ասել շատ դրական փոփոխություն եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ, չգիտեմ, ամպերը կուտակված են, այսինքն ինչ է կատարվում։ Տուն եմ տեսնում այստեղ, տեսնում եմ այստեղ կանգնած են գործերը։ Եթե արքու վաճառքով եք զբաղվում, տան արքու վաճառքով, տան հետ կապված ինչ-որ գործ ու բիզնես ունեք, ինչ գործեր ունեք, չգիտեմ, գուցե տնից եք աշխատում։ Ես տեսնում եմ ամպերը կուտակված են, այսինքն ինչ-որ գործեր իբր անում եք, բայց ավելի շատ տանն եք, քան թե աշխատանքի վայրում։ Տեսնում եմ մի տեսակ գործերը կանգնած են, առանձնապես տեղից չեն շարժվում, եւ իրականում հեսա փոփոխությունը ձեր ցանկությունն է, երևի դուք ուզում եք ինչ-որ բան ուզում եք աշխատանքում փոխել։ Ամեն դեպքում տեսնում եմ ինչ-որ բան ձեզ աշխատանքում չի բավարարում, կամ եթե ձեր գործն եք անում ձեր գործերում։ Իսկ սեպտեմբերին տեսնում շատ կտրուկ փոփոխություն, հարգելիներս, կկարողանաք ձեր հարցերը լուծել, անկախ նրանից կին եթե տղամարդ աջակցությունը, շատ կտրուկ փոփոխություն եմ տեսնում եւ շատ դրական։ Տզով, սրտի տզով, թրերի տզով երկու տուզ եմ տեսնում։ Ինչ-որ բան կարող է փոխվել ձեր օգտին, հարգելիներս, դուք ինքներդ որոշեք կփոխեք ձեր գործը կուզեք սկսել, թե աշխատանքը փոխել, ամեն դեպքում շատ դրական փոփոխություն եմ տեսնում։ Նրանց համար, ովքեր ուզում են փոփոխություն, ում համար ամեն ինչ աշխատում է, նորմալ էլ կմնա։ Ֆինանսների հետ կապված տեսնում եմ թրերի թագավորը եւ տեսնում եմ այստեղ ինչ որ որոշում պետք է կայացնել։ Ես կարող եմ ասել ինչ որ նպատակ ունեն միգուցե աջակցությունները ֆինանսների հետ կապված, միգուցե ինչ որ մեկի հետ գործ ունեք, շատ այսպես կտրուկ, շատ միգուցե չգիտեմ, սա կարող է բանկի հետ գործ ունեք, ինչ որ ճանապարհի կեսին, այսինքն ինչ որ որոշումներ պետք է կայացնեք, ինչ որ հարց պետք է լուծեք։ Այդ թագավորը մի քիչ շատ այսպես կոշտ կտրուկ մարդ է։ Միգուցե կարող է մի քիչ խնդիրներ լինել այդ մարդու հետ, կարող է բարդություններ առաջացնել ձեր համար, տեսնենք։ Շատ եմ տեսնում սրտի տուզ ես։ Տեսնում եք հարգելիներս, հետաքրքիր կարտեր եմ տեսնում, այո, կարող եմ ասել, ընդ որում տուն եմ տեսնում, եթե հատկապես տուն եք ուզում գնել, չգիտեմ, տուն եք գնում, տուն եք վաճառում, տան հետ կապված ինչ-որ գործեր ունեք, ես տեսնում եմ ֆինանսներ չկան, կանգնած են, դուք իրականում մի քիչ անհանգիստ եք եւ երևի թե փորձում եք խորհրդակցում եք այս մարդու, ասա կարող է բանկի աշխատող լինել, չգիտեմ, պաշտոն ունենալ, դիրք ունենալ, ամեն դեպքում ինչ-որ բան իրանից կախված է, այս մարդը մի տեսակ երևի թե պրոբլեմներ է առաջացնում իր փոքր ձեր համար, ու դրա համար ձեր գործը այստեղ կիսատ է մնացել, տեսնում եք, ճանապարհի կեսին է մնացել։ Ես տեսնում եմ դուք հարցը կլուծեք, հարգելի աջակցություններ, ոչ մի խնդիր չեմ տեսնում, այդտեղ ծում ես տղամարդ, տեսնում եմ ձեր ընկերները շրջապատը, տեսնում եմ ֆինանսներ, ասիկա ձեզ ֆինանսական խնդիրներ առանձնապես չեմ տեսնում սեպտեմբերին։ Ինչ էլ խնդիրներ որ լինեն, ում հետ էլ որ լինի, դուք հարցերը կլուծեք։ Այստեղ տեսնում եմ թագավոր, այստեղ տեսնում եմ սրտերի տուզը, տղամարդը կկարողանա հարցը լուծել։ Եթե այս մարդու միջոցով գործը չլինի, մեկ այլ մարդու միջոցով լինի, ես իրականում տեսնում եմ, ձեր ընկերներն էլ ձեզ կօգնեն, դուք ձեր նպատակին կհասնեք, հարգելիներս։ Ֆինանսական առումով էլ ես ամիսը տեսնում եմ բավականին հաջող ձեզ համար։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսների սեպտեմբեր ամսվա ընթացքում, ինչպիսին կլինի սեպտեմբերը ջրհոսների համար։ Եկանք հասանք սեպտեմբեր, հարգելիներս, շատ արագ է անցնում ժամանակը։ Տեսնենք սեպտեմբերն ինչ կբերի մեզ։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ ամպեր։
Հարգելիներս, ամպերը չի նշանակում անպայման լինելու է կայծակ, լինելու անձև է գալու, ինչ որ տխրություն է լինելու, սա նշանակում է մի տեսակ մտահոգ եք, ինչ որ հարց կա ամեն դեպքում, որ ձեզ հուզում է։ Ես այստեղ էլ տեսնում եմ կին միայնակ կանգնած է, այսինքն կարող է մարդիկ նեղված են մի փոքր, որովհետև ինչ որ լուրի են սպասում, կամ ինչ որ մեկին են սպասում, մնակինը կարող է սպասում է լուր ամուսնուց, կամ սպասում է ամուսինը պետք է գա ինչ որ ձևով միգուցե ուշանում է, միգուցե ինչ որ հարցեր են առաջանում։ Ես բարդություններ, խնդիրներ չեմ տեսնում, մենք մյուսնակարտերը կնայենք, կտեսնենք, ամեն շաբաթ կնայենք ավելի մանրամասնելու սեպտեմբերը, բայց ես տեսնում եմ ինչ որ մի պահ կարող է ինչ որ հարց կարող է ամեն դեպքում ձեզ մի քիչ հուզել։ Սպասողական վիճակ եմ տեսնում ավելի շուտ, քան անհանգստություն, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում միայնակների համար, տեսնում եմ երկու թագավոր։ Ես այստեղ տեսնում եմ շատ ինչ որ կտրուկ, չոր մարդ եւ այստեղ տեսնում եմ այստեղ խելացի, հասուն մարդ։ Միգուցե ինչ որ մեկի հեռացել է նոր մարդ է գալիս ձեր կյանք, տեսնենք։ Երկու կարտով թագավորներով կդժվարանամ ասել այստեղ ինչի մասին է խոսքը, հարգելիներս։ Գիտեք ինչ կարող եմ ասել, ես այստեղ աղջիկներ չեմ տեսնում, միայն տղաներ եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ լուսին, ինչ որ բան է պարզվել, գրքով էլ կարող եմ ասել։ Երկու կարտն էլ գրեթե այստեղ նույն իմաստը ունեն։ Ինչ որ գաղտնիքներ են բացվել, ինչ որ ինֆորմացիա է հասել երևի աղջկա ականջին, ես այստեղ տեսնում եմ հարաբերությունները կանգնել են, ապա լրիվ վերջացել են, երևի թե որովհետև այս կտրուկ թագավորը թրերի, սա առաջի կարտն եմ տեսնում, այսինքն սա երևի ինչ-որ մի սխալ բան է արել եւ աղջիկը երևի որոշել է թողել հեռացել է, դրա համար այժմ մենակ է մնացել։ Գիտեք, դա ճակատագրով է եղել, կարող եմ ասել, ձեր մեղքով չի եղել, տղամարդու թրերի թագավորը կարող է շատ պրակտիկ մարդ է ինքը, շատ կարող է այսպես կամ կտրել է հարաբերությունները, կամ կտրուկ այնպիսի մի բան է արել, որ ձեզ վանել է իրենից, եւ դուք հարաբերություններն իրականում վերջացրել եք եւ դա եղել է շատ ճակատագրական, կարող եմ ասել եղել է դրական։ Գիտեք, շատ այսպես ավելի խելացի իմաստուն հասուն մարդ կգա ձեր կյանք։ Ես տեսնում եմ ծառ, տեսնում եմ առաջ խաղացում։ Չեմ կարող ասել սեպտեմբերին կլինի, հարգելիներս, կարող է սեպտեմբերին ծանոթանաք ինչ-որ մեկի հետ, բայց եթե ինչ-որ մեկի հետ այսպես վիճակ, ինչ-որ մեկը կա շատ կտրուկ, ինչ-որ բան կպարզվի եւ կհեռանաք իրենից, ճիշտ կանեք, որովհետեւ ես տեսնում եմ իրականում ձեր կյանքում փոփոխություն կլինի։ Կլինի դրական փոփոխություն եւ ավելի լավ մարդ կգա ձեր կյանք։ Ինչ եմ տեսնում զույգերի հետ կապված, զույգերի հետ տեսնում եմ այստեղ թրերի ասպետը, ոգևորված ասպետը նպատակ ունի, այսպես հրով թրով մարդը շարժում է առաջ իր նպատակին եւ մյուս կողմից տեսնում եմ արջը հանգիստ իր համար զբաղված է իր գործերով։ Տեսնենք այստեղ ինչի մասին է խոսքը։ Գիտեք ինչ եմ տեսնում ես այստեղ, ես կարող եմ ասել այստեղ երիտասարդ տղամարդ եմ տեսնում, որը երևի ուզում է ամուսնանալ եւ այսպես շատ ինքը պատրաստ է, այսպես խրող ծնողներին երևի թե համոզում է, գնանք աղջկան ուզենք, ամուսնանանք, շտապում է։ Ես այստեղ տեսնում եմ ծնողներին, տեսնում եք եւ տեսնում եմ օծ եւ տեսնում եմ արջ, այսպես հասուն, դրա համար ասում եմ հանգիստ ինքը արջը նստած է, իսկ տղամարդը շատ ոգևորված է։ Ես տեսնում եմ այստեղ մի տեսակ ֆինանսական խնդիրներ կան։ Միգուցե ծնողները, չէ, այստեղ նաեւ մայրը բավական իմաստուն կին է, փորձում է երևի որդուն բացատրել, որովհետև ես այստեղ տեսնում եմ խոսում են, զրուցում են, խնդիր կա, խոչընդոտը տեսնում եմ ֆինանսներ։ Միգուցե փորձում են երիտասարդին բացատրել, որ լավ է, այդպես խրոխտ որոշել ես ամուսնանալ, բայց երևի նախ պետք է ֆինանսական հարցերը լուծես, այսինքն միգուցե պետք է աշխատանք գտնես, աշխատավարձ ունենաս, կարողանաս ընտանիք ունենալ, որտեղ տեսնում եմ հաջորդիվ մատանի, այսինքն երևի տղան ուզում է ամուսնանալ, իսկ ծնողները փորձում են իրեն ավելի շուտ խրատալ, զրուցել եւ բացատրել։ Ես մատանի տեսնում եմ, չեմ կարող ասել ի վերջո ինչ կլինի, իրականում երևի թե պետք է երիտասարդ աշխատանք գտնի, կարողանա ֆինանսներ ապահովել, տեսնենք, կարող եմ էլ ինչ-որ բան տեսնել։ Էլի տուզ եմ տեսնում, հարգելիներս, ես չգիտեմ, հույսով եմ ձեր ինչ-որ հարցեր ունեք կլուծեք հարգելի ջրհոսներ, հատկապես տղամարդիկ եւ իրականում կկարողանաք ձեր ցանկությունն իրագործել։ Ես տեսնում ծնողները ոչ թե դեմ են, աղջիկ չեմ տեսնում, խնդիր չեմ տեսնում, երևի միակ մի փոքր խոչընդոտ եթե կա, կարող է լինել ֆինանսները։ Եթե ֆինանսները կարողանաք լուծել, ես տեսնում զգացմունքներ ունեք, երևի լավ աղջիկ կա ձեր կյանքում, ուզում եք առաջարկություն անել, ես ձեզ սրտանց կամենում եմ ֆինանսները կարողանաք աշխատել
եւ կարողանա գնալ եւ աղջկան առաջարկություն անել։ Հարգելի ջրհոսներ։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ բավականին գործ կա անելու, բավականին կաշխատեք, բավականին հոգնած կլինեք, հարգելիներս, տեսնում եմ այստեղ ինչ որ միգուցե նոր առաջարկություն, միգուցե դուք եք մտածում, հոգնում եք ձեր աշխատանքից, միգուցե փորձում եք տարբերակներ, ինչպես կարող եք ձեր վիճակը թեթևացնել։ Գիտեք, ես այստեղ կարող եմ ասել, որ մի տեսակ աշխատանքը այստեղ եմ 9 տեսնում, այստեղ եմ 9 տեսնում, կարող եմ ասել, որ ձեր աշխատանքը շատ է եւ այնքան էլ ձեր սրտով չէ։ Եվ շատ է, եւ դժվար աշխատանք է, որոշ մարդկանց ում վերաբերում է նրանք կհասկանան, եւ մի տեսակ չի փոխվում, այսինքն չի թեթևանում ոչ մի կերպ։ Փորձում եք ինչ-որ մեկի հետ զրուցել աշխատանքի վայրում, միգուցե վերադասի կամ գոլեգա, ինչ-որ բան ուզում եք փոխվի, բայց չեք կարողանում, այդ ծանրաբեռնվածությունը մնում է ձեր շալակին։ Ես տեսնում եմ փորձում եք, այո, զրուցում եք, ուզում եք ինչ-որ բան փոխել, բայց ոչինչ տեղից չի շարժվում եւ դուք ոչինչ չեք կարողանում անել, այսինքն ձեր ձեռքում չի, դուք չեք կարողանում փոխել։ Ես հասկանում եմ, որ դուք ֆինանսների համար եք աշխատում, ձեզ համար ֆինանսները կարեւոր են, երևի ընտանիքի հոգսը ձեր վրա է եւ դրա համար էլ այսպես համ ուզում եք գործը փոխել, համ դժվար է աշխատանքը եւ բավական էլ չեք վարձատրվում, միգուցե վարձատրվում եք, պարզապես դուք դժգոհ եք, հա, ուզում եք ինչ-որ բան փոխել, ոչ մի կերպ չեք կարողանում։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ տուզ, կարող է ինչ-որ մեկը գտնվի, կարող է ձեզ օգնել։ Ես հիշում եք, այստեղ տեսնում էի ամպեր էին կուտակված։ Միգուցե ձեր անհանգստությունը գալիս է դրանից։ Որոշ մարդկանց համար շատ ծանրաբեռնված են աշխատանքի վայրում։ Դե տուզը շատ դրական եմ տեսնում, այսինքն կարող է ինչ-որ ձևով կամ թեթևանալ, կարող եք տարբերակ գտնել կամ ինչ-որ մեկին կարող եք դիմել, որը կարողանա ձեզ ինչ-որ հարցով օգնել։ Միգուցե նոր աշխատանք կարող եք գտնել կամ միգուցե ինչ-որ պետք է մեկին էլ աշխատանքի ընդունել, որպեսզի գործը կարողանան թեթևացնել ձեզ համար։ Ես կդժվարանամ ասել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ տզով, որ ինչ-որ մեկը ձեզ կկարողանա ինչ-որ ձևով օգտակար լինել։ Փորձեք խոսել ինչ-որ մեկի հետ։ Ես տեսնում եմ այստեղ ֆինանսներում հետաքրքիր կարտեր եմ տեսնում այստեղ զրոյական վիճակ։ Ինչ-որ նոր գործ եք ուզում սկսել, միգուցե նոր ինչ-որ այստեղ երևի on-line ուսումնասիրում եք, փորձում եք ինֆորմացիա ձեռք բերել, ինչ-որ նոր գաղափար միգուցե ունեք։ Փորձում եք գտնել ինչպես կարող եք ավելացնել ձեր ֆինանսները երևի թե։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Գիտեք, կարող եմ ասել, մի տեսակ ճանապարհի մեջտեղին, այսինքն ինչ որ հարց է առաջացել։ Ես այստեղ կորստներ եմ տեսնում, այսինքն կորստով կարող եմ ասել ինչ որ ծախսեր են ավելացել։ Լրացուցիչ ծախսեր են ավելացել եւ դրա համար ձեզ ինչ որ այս զրոյական վիճակը, այսինքն ֆինանսները չեն բավարարում եւ դուք փորձում եք ուսումնասիրում եք, հետաքրքրվում եք, ինչպես կարող եք միգուցե ձեր աշխատանքից բացի եւս ինչ որ եկամուտի աղբյուր գտնել, որպեսզի կարողանաք այս լրացուցիչ ծախսերը փակել, որտեղ տեսնում եմ ինչ որ նոր մի գաղափար ունեք։ Ես իրականում տեսնում եմ ճանապարհը բաց է, այսինքն դուք երևի թե ի վերջո կկարողանաք ինչ որ բան կարող եք գտնել, ինչ որ ձևով տարբերակներ կարող եք գտնել։ Ո՞վ տեսնում եք, սա այդ կարտը ինքնին շրջվեց, հասա էլ հաջողության կարտը հարգելիներս։ Ես չեմ տեսնում ֆինանսական խնդիրներ, եմ ասում, միակ տեսնում ինչ որ ինչ պատճառներով կարող է լրացուցիչ ծախսեր առաջանան, բայց երկու շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում, ճանապարհը բաց է, սա էլ հաջողություն է։ Ով փնտրում է, ասում են նա գտնում է։ Ինչ որ մի նոր գաղափար կունենաք, ինչ որ մի նոր կողքից երևի գործ եք ուզում սկսել, լրացնելու այդ պակասը ֆինանսների, եւ ես կարծում եմ, որ կկարողանաք հարգելի ջրհոսներ, ես ամեն դեպքում ձեզ սրտանց կամենում եմ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ձկներին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Տեսնենք ինչպիսին կլինի սեպտեմբերը ձեզ համար հարգելի ձկներ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, զույգերի համար, աշխատանք 2 կարտ դուրս եկավ եւ ֆինանսներ։ Եվս լրացուցիչ կարտեր ավելացնեմ, որպեսզի կարողանամ ավելի լավ տեսնել։
Միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Հարգելիներս, մի տեսակ տեսնում եմ խարիսխ տրամադրությունը, այսինքն ինչ որ բան տեղի չի շարժվում, ինչին կարող է սա վերաբերել, միայն ձկները կարող են հասկանալ, եթե ինչ որ նպատակ, ինչ որ ցանկություն եք, ինչ որ մի գործ կար անելու միգուցե։ Սա կարող է լինել ինչ որ մեկի հետ հարաբերությունները, ես չեմ կարող ասել սիրային միայն հարաբերությունները, կարող է լինել, բայց կարող է լինել նաև, չգիտեմ, անձնական քույր, եղբայր, բարեկամ, ազգական, ինչ որ մեկի հետ հարաբերությունները մի տեսակ չեն ստացվել եւ չեք կարողանում նորոգել այդ հարաբերությունները։ Ինչ որ բան ամեն դեպքում անհանգստացնում է ձեզ։ Դե ամբողջ սեպտեմբերի ընթացքում երևի դժվար թե այս բոլոր ձկներին չի կարող վերաբերել, ինչ ճիշտ հասկացեք, պարզապես իրենք ամեն շաբաթ գնային կմանրամասնենք, բայց որոշ մարդկանց համար ինչ որ մի բան կարող է իրենց անհանգստացնել։ Ես վատ բան չեմ տեսնում։ Վատը միայն այն է, որ տեղի չի շարժվում։ Այսինքն ինչ որ հարց ուզում եք լուծվի, ոչինչ չի վատանում, չի լավանում, ինչպես կար, այդպես էլ մնում է խարիսխով։ Ես այստեղ կարող տեսնում եմ նաև խաչը ստերում, կարող եմ ասել, որ ձեր մեղքով չէ, կարծես թե ձեզնից չի կախված, դուք ոչինչ չեք կարող անել, պարզապես սպասողական վիճակ է, որ ինչ-որ բան պետք է շտկվի, ինչ-որ հարց պետք է լուծվի և կարծես թե մի քիչ ձգձգվում է, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Տեսնում եմ միայնակների համար այսպես ջահերի ասպետը և տեսնում եմ ձկներ, գիտեք, ես տեսնում եմ շատ շփում մարդկանց է, շատ ոգևորված է ձուկը, տղամարդ եկի նշանակություն չունի, մի տեսակ այսպես շատ կրքոտ, շատ ակայուն, շատ տրամադրված է նոր հարաբերությունների և տեսնում եմ բավականին շփվում եք տարբեր մարդկանց հետ, միգուցե տարբեր հարթակներում եք, միգուցե տարբեր շատ վայրեր եք գնում, շատ ակտիվ եք, ամեն դեպքում շատ աշխուժ ակտիվ մարդ եմ տեսնում, որը ուզում է հարաբերություններ կառուցել և ամեն ինչ անում է դրա համար։ Ես ինչքան հասկանում եմ, ձկները այդքան շատ խոսացող, շփվող չեն, բայց ես տվյալ դեպքում տեսնում եմ մարդ, որը բավականին շփվում է շատ տարբեր մարդկանց հետ, ճիշտ էլ անում եք, միայն այդպես կարող եք ձեր անձնական հարցերը լուծել, նոր ծանոթություններով, նոր շփումներով, մանավանդ հիմա այնքան տարբերակներ կան։ Այո, տեսնում եմ, գիտեք, բանալին շփման մեջ է, տեսնում եք, սա բանալին, սա էլ շփման կարտ եմ տեսնում, խոսակցությունների։ Ես տեսնում եմ այստեղ աղվես, տեսնում եմ նաև առաջ խաղացում։ Գիտեք, կարող է միգուցե ինչ-որ մեկը կա քույր ունեք, կամ ընկերուհի ունեք ամուսնացած, որը ձեզ խորհուրդ է տալիս, տվյալ դեպքում ոչինչ բացասական բան չեմ տեսնում։ Իրականում տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ձեզ օգնում է, ինչ-որ մեկի հետ խորհրդակցում եք, երևի թե վստահում եք։ Ես իրեն վատ չեմ տեսնում աղվեսին, տվյալ դեպքում տեսնում եմ պարզապես ինչ-որ մեկը ձեզ ուզում է օգտակար լինել եւ առաջ խաղացում եմ տեսնում, գիտեք, այսինքն միգուցե ինչ-որ մեկի ծանոթով, ինչ-որ մեկի միջոցով, ինչ-որ մեկի հետ ծանոթանաք եւ հետո կարող եք կամաց հարաբերությունները բավականին լրջանան։ Ամեն դեպքում հարգելիներս, մի քայլ առաջ եմ տեսնում, շարունակեք շփվեք, հարգելի ձկներ, շատ շփվեք մարդկանց հետ, նոր ծանոթություններ, ինչ-որ շանս, ինչ-որ տարբերակներ կարող են լինել, ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Ինչ եմ տեսնում զույգերի հետ կապված, զույգերին տեսնում եմ այստեղ կին եւ այստեղ տեսնում եմ պաժը բաժակները ձեռքին։ Ես կարող եմ ասել, որոշ մարդիկ կարող է պարզեն, որ հղի են, հատկապես նրանք, ովքեր միգուցե երկար սպասում են եւ երկար ժամանակ, այսա տեսնում եք, խարիսխով տեղից չէ շարժվում, ինչ որ հարց էր մտահոգում ձեզ, միգուցե չի կարողանում հղիանալ եւ վերջապես երեխա եմ տեսնում բաժակը ձեռքին, այսինքն միգուցե որոշ մարդիկ պարզեն, որ հղիացել են, իսկ որոշ մարդկանց համար ինչ որ նորություն, փոփոխություն կարող է լինել։ Կարող է պարզապես հարցեր լինեն երեխաների հետ կապված, հարգելի ձկներ, երեխաները, չգիտեմ, միշտ էլ մայրերի առաջին հոգսը երեխաներն են, մենք, այսինքն կարիք չկա ինչ-որ ամսվա ընթացքում մենք պիտի ուշադիր լինենք, մենք շատ ուշադիր ենք մեր երեխաների նկատմամբ։ Դրա համար է տարբերակը չեմ ուզում առաջարկել, ինստինկտիվ հասկանալի է։ Գիտեք, կարող եմ ասել, եթե այդպիսի տարբերակ կա, իրականում հնարավոր է, որովհետև ես այստեղ տեսնում եմ ծառը աճում է, այսինքն ընտանիքը մեծանում է, այստեղ տեսնում եմ մասնագետ, բժիշկ եմ տեսնում, շատ այստեղ կտրուկ կարտ եմ տեսնում, չգիտեմ, միգուցե ինչ բժշկական միջամտության կարիք կա, եւ տեսնում եմ այստեղ կանգ էր առել, իսկ հետո տեսնում եմ արևը, տեսնում եք, կարող եմ ասել, եթե ինչ-որ մեկը բժիշկների միջամտությամբ պետք է երեխա ունենա, շատ լավ լուր եմ տեսնում, Աստված տա, սեպտեմբերին կարողանան որոշ կանայք ձկներ կարողանան հղիանալ, կամ եթե ձուկը տղամարդ է ինձ լսում եւ իրականում իր կինը պետք է հղիանալ, ուրեմն Աստված տա, ես տեսնում եմ մասնագետ եւ տեսնում եմ միջամտություն եւ իրականում տեսնում եմ, որ հնարավոր է հարգելիներս, հնարավոր է հղիություն լինի։ Իսկ եթե երեխայի մասին չենք խոսում, չնայած կարող է, որ երեխաները լինեն ձեր ուշադրության կենտրոնում, ամեն դեպքում ես այստեղ տեսնում եմ ընտանիք,
երևի թե այստեղ ամուսնացած զույգի մասին է խոսքը։ Գիտեք, ես չեմ կարող ասել այստեղ ինչ հարցեր, բայց երեխաների հետ կապված, տղա երեխաների հետ կապված ինչ որ խնդիրներ կար։ Խնդիր ասելով, այսինքն ինչ հարցեր կա լուծելու։ Խնդիրներ ես խնդիրներ չեմ տեսնում, հարգելներս, ոչ մի խնդրի մասին չի խոսքը, բայց տղա երեխա եմ տեսնում, այստեղ էլ եմ տղա տեսնում, երիտասարդ։ Միգուցե որոշ երիտասարդների բանակ են տանում, բայց ես շատ լավ եմ տեսնում, հարգելներս։ Գիտեք, կարող եմ ասել, եթե այդպիսի հարց կա, որտեղ ինչ կտրուկ բան է փոխում երիտասարդի կյանքում, բացասական կարտեր չեմ տեսնում, կարող եմ ասել, որ այստեղ, չգիտեմ, ընկերներ, միջավայրը փոխվում է, միգուցե եթե բանակի հարց կա, հարգելներս, այստեղ տեսնում եք, մայրը տխուր է, նայում է երիտասարդը, եթե կա այդպիսի տարբերակ, կարող է ձեր ուզած տեղը չգնալ, որտեղ նավակը կանգնած է, այսինքն ձեր ուզած վայրը կարող է բանակ չգնալ, բայց ես շատ լավ կարտ եմ տեսնում, այսինքն իրականում լավ տեղ գնալու է, վատ տեղ չի գնալու, նույնիսկ եթե ձեր ուզած տեղը չգնա, եթե այդպիսի հարց կա, ամեն դեպքում տղա զավակների հետ կարծում ինչ որ հարցեր կան, ֆինանսական հարցեր կարող են լինել, ընկերներ, շրջապատ, ինչ որ նպատակ ունեն, միգուցե ֆինանսի հետ կապված ինչ որ հարցեր կան, բայց ես տեսնում շատ դրական, ուզում ասեմ հարգինես, բացարձակ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բոլորովին։ Պարզապես տղա երեխաների հետ կապված ինչ որ հարցեր կան, բայց արևով կարող եմ ասել, շատ կկարողանաք բոլոր հարցերը լուծել, բայց ես էլ եմ ասում, կին եմ այստեղ տեսնում հուզված, տղա երեխայի հետ կապված ինչ որ հարցեր կան ամեն դեպքում։ Հուզված կարող է լինել ուրախությունից հուզված, ես խնդրում եմ, բացասական բաներ չէի տեսնում հարգելներս, վստահ կարող եմ ասել։ Ինչ եմ տեսնում աշխատանքի հետ կապված, գիտեք, ես տեսնում եմ փոփոխություն եք ուզում, միգուցե նոր աշխատանք եք ուզում, որտեղ տեսնում եմ աշտարակ եք քանդվել, ինչ որ մի աշխատանքի հետ կապված ինչ որ մի բան այնպես չէ։ Լուսնով տեսնում եմ կասկածներ, անհանգստություններ ունեք, ես չեմ տեսնում աշխատանք կորցնում եք, եթե կարող է արդեն հեռացել եք, որովհետև ինչ որ բան ձեր աշխատանքում ձեզ դուր չի եկել եւ միգուցե նոր աշխատանք եք փնտրում։ Եվ այդպես կարող է դեպքում լինել, որ վաղուց է աշխատանքից դուրս եք եկել եւ երկար ժամանակ է աշխատանք եք փնտրում, լուսնով անհանգիստ եք, որտեղ չեք գտնում, իսկ ես տեսնում եմ երեխայով, որ սեպտեմբերին կարող է ինչ-որ նորություն, փոփոխություն լինել հարգելներս։ Կարող եմ ասել, որպեսզի երկար բարակ չխոցեմ հարգելներս, ես այստեղ բավականին կոնֆլիկտային կարտեր եմ տեսնում։ Տեսնում խոչընդոտ եղել է, առնետներով կորուստ եղել է, աշխատանքի վայրում խնդիրներ եք ունեցել որոշ մարդկանց հետ։ Այստեղ էլ եմ տեսնում Գերանդիով, այստեղ եմ տեսնում նաև կոնֆլիկտային։ Մի քանի հոգի իրար հետ տեսնում կոնֆլիկտի մեջ են եղել, վերադասը մեջտեղում փորձել է միգուցե հաշտեցնել մարդկանց, չի ստացվել, միգուցե դրա համար դուք թողել եք աշխատանքից դուրս եք եկել, ամեն դեպքում ես աշտարակը քանդվել է, ինձ թվում է սա արդեն եղել է։ Եվ դուք աշխատանք եք փնտրում, ես տեսնում եմ շփվում եք, օնլայնել եք շփվում, փորձում եք, հետաքրքրվում եք, տեսնում եմ փոփոխություն, այստեղ էլ տեսնում եմ փոփոխության կարտը եւ այստեղ տեսնում եմ աշխուժություն։ Հարգելիս, ինչ որ լավ լուր կգա ձեզ ամեն դեպքում։ Ընդ որում կարող է ձեզ ավելի երկրից դուրս էլ կարող են աշխատանք, ավելի տնից հեռու կարող եմ այդպես ասել, աշխատանքի միգուցե հրավիրեն ինչ որտեղ աշխուժություն կլինի, ինչ որ մեկը ձեզ ինչ որ լուր կբերի աշխատանքի հետ կապված։ Էլ եմ ասում, եթե այստեղ աշխատանքին էր վերաբերում, գարի 9-ով եմ տեսնում եւ խարսխով կանգնած էր, այստեղ եւ տեսնում եմ 9 դրական եւ այստեղ եմ տեսնում 9, այսինքն բավականին դրական փոփոխություն։ Եթե նոր աշխատանքի եք փնտրում, անպայման դրական փոփոխություն կլինի սեպտեմբեր ամսվա ընթացքում, հարգելի, եթե խնդիրներ կային, ելի կլինի դրական փոփոխություն աշխատանքի վայրում։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում տեսնում զրոյական կարգ է եւ տեսնում սրտի տուզ։ Ինչ որ մեկը միգուցե ինչ որ նոր գաղափար ունի, ինչ որ նոր ֆինանսական, չգիտեմ, ծրագիր ունեք, միգուցե ինչ որ գործարք եք ուզում կնքել, միգուցե ինչ որ գործ եք ուզում անել, ֆինանսների հետ կապված ինչ որ մի նոր գաղափար, ինչ էլ որ անում եք, ես սրտի տզով շատ հաջող եմ տեսնում հարգելներս, շատ հաջող։ Ինչ էլ որ անում եք, հատկապես եթե նրանք նոր են սկսում, զրոյից են սկսում, ինչ հարց կարող է լինել, ես չգիտեմ, չէի ուզենա լրացուցիչ կարտեր հանել մխտրել, բայց տեսնեմ կարող եմ էլ ինչ-որ բան տեսնել։ Շատ հաջող եմ տեսնում ամեն դեպքում, ինչ որ նոր գաղափար ունեք, ինչ որ նոր նպատակ ունեք, ես լավ նպատակ եմ տեսնում եւ տեսնում եմ իրականում սրտի տզով պետք է որ ձեր նպատակին հասնեք։ Գիտեք, կարող եմ ասել, ինչ որ մեկը կա, ձեզ կարող է օգնել, այսպես տեսնում եմ պայմանագիր եք ընկվում, շփվում եք, շատ եք շփվում, որոշումներ եք կայացնում, ոչ մի խնդիր չեմ տեսնում, երկու տուզ դուրս եկավ փաստորեն, ինչ որ նոր գաղափար ունեք, ինչ որ մարդկանց միջոցով, կարող է մենակ չլինի, մի քիչ գնա գալ շփվում լինի, այսինքն բանակցելու եք, միանգամից կարող է շատ հեշտությամբ չլինել, բայց ես իրականում տեսնում եմ, պայմանագիրը կնքվում է, ձեր հարցը կարողանաք լուծել հարգելներս։ Ֆինանսական հարցեր, ոչ մի խնդիր չեմ տեսնում։
Հարգելիներս, ես ձեզ հաջող ամիս եմ ցանկանում, հարգելի ձկներ։